Երեկ հայտնի դարձավ, որ գտել են ազգությամբ Չեչեն Այշաթ Բայմուրադովայի մարմինը։ Նարինե Ղալեչյանն այս մասին գրել է. 23-ամյա Այշաթ Բայմուրադովան ըստ նախնական տեղեկությունների Հայաստան էր եկել Չեչնիայից փախչելով ընտանեկան բռնությունից։ Նա փորձել էր այստեղ նոր անվտանգ կյանք սկսել, սակայն սպանվել էր կասկածելի հանգամանքներում։ Շատ ցավալի է, որ Հայաստանում էլ անվտանգություն չգտավ։ Շատերդ երևի կհիշեք նաև 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովայի պատմությունը։ Նա էլ Ինգուշեթիայից էր Հայաստան փախել, նա էլ էր ընտանեկան բռնության ենթարկվել հայրենիքում։ Աղջիկը տեսաուղերձով պատմել էր, թե ինչպես է իր հետևից Հայաստան հասել հորեղբայրը։ Նա ի դեպ Ինգուշեթիայի նախկին նախարար ՌԴ իշխող կուսակցության նախկին պատգամավոր Յուսուփ Զուրաբովն էր։ Անձնական կապերը գործի դնելով Զուրաբովն անարգել մտել էր ոստիկանության այն բաժանմունք, որտեղ Ֆաթիման էր ու վերցրել նրա հեռախոսը։ Այս երկու կանայք էլ ընտանեկան բռնության պատճառով էին Հյուսիսային Կովկասից Հայաստան փախել։ Դեռ հարցերի հարցն է, թե ինչպես էր Ֆաթիմայի ազդեցիկ հորեղբայրը մտել բաժանմունք ու վերցրել աղջկա հեռախոսը։ Հարցը նաև, թե արդյոք Այշաթի հետևից այն ձեռքն է հասել Հայաստան, որից նա փախել էր։ Ափսոս, որ Հայաստանը չի կարողանում իրեն վստահած մարդկանց անվտանգությունն ապահովել։ Հակոբ Կարապետյանն էլ հետևյալն է գրել. «Սա ողբերգություն է։ Այշաթ Բայմուրադովան, որը իր վայրենի միջավայրից փախել ու ապաստան էր գտել Երևանում, երեկ սպանվել է ամենայն հավանականությամբ նույն վայրենի միջավայրից ուղարկվածների ձեռքով»։ Մամուլն ասում է, որ այս տարվա ամռանը Վրաստանում ապաստանած մեկ այլ չեչեն կնոջ Լաուրա Ավտորխանովային հարազատները փորձել են առևանգել ու տանել Ռուսաստան։ Դրանից հետո Վրաստանի իշխանությունը նրան պետական պահպանություն է ապահովել ու խոստացել տեղյակ պահել, եթե իր հարազատներից մեկը հատի Վրաստանի սահմանը։ Ինձ հետաքրքիր է, արդյոք Հայաստանում Այշաթի վերաբերյալ նման միջոցներ ձեռնարկվել են։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք ողբերգական դեպքի մասին։ Հոկտեմբերի 19-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դիկ կա։ Նշված վայր են մեկնել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի դիակն է։ Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում է կատարվում է նախաքննություն։ Նշենք նաև, որ օրեր առաջ համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Այշաթ Բայմուրադովան հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից եւ այլևս չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Քանաքերձեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր վերջինս։ Հոկտեմբերի 15-ին դուրս էր եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից ու այլևս չէր վերադարձել, հաղորդում էր ներկայացվել հոկտեմբերի 17-ին։ Մարդիկ ամենուր որոնում էին տվյալ աղջկան։ Հավելենք նաև, որ նմանատիպ ողբերգական դեպքերը վերջին օրերին Հայաստանում շատ են տեղի ունենում։ Գրեթե ամեն օր տեղի են ունենում սպանություններ, ինքնասպանություններ։ Ընդամենը օրեր առաջ կյանքից զրկվել էր հայտնի էնդոկրինոլոգը։ Ավելի վաղ այս մասին հայտնել ենք մեր հետևորդներին։ Հայաստանում զոհված Մարինա Հայրապետյանի եղբայրը մանրամասներ է հայտնել նրա սպանության մասին։ Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 17-ին իր սոցցանցերում պատմել է Զովաշենում տեղի ունեցածի մասին։ Այս մասին գրում է Դոնդեյը։ Այդ օրը տեղի է ունեցել ռոստովցի էնդոկրինոլոգ Մարինա Հայրապետյանի ուղարկավորությունը։ Ողբերգական իրադարձությունից հետո տղամարդը ուժ է գտել պատմել քրոջ մահվան հանգամանքների մասին։ Նա ուղերձ է ձայնագրել լրատվամիջոցներին, նպատակ ունենալով ցրել նրա մահվան մասին սխալ լուրերը։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մահվան օրը Մարինա Մուշեղովնան ամուսնու հետ մեկնել է Հայաստան իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ են առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց մոտեցել է անծանոթ տղամարդ հրացանով։ Տղամարդը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել է նրան։ Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել է զույգին եւ հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ, նրանք պառկած էին նույն տաղավարում, իսկ հանձագործին գտել եւ ձերբակալել են։ Ինչպես պարզվել է, ամեն ինչ մի փոքր այլ է եղել։ Մարինան գնում էր մի տղամարդու հետ, որն աշխատանքներ էր կատարում իր բնակարանում կահույքի վերանորոգման գծով։ Վերջինիս մայրն իրեն վատ էր զգում, եւ կինը գնում էր նրա մոտ բժշկական խորհրդատվություն տրամադրելու համար։ Ճանապարհին Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի այդ տարաբաղտ վայրի մոտ զինված տղամարդը նրանց կանգնեցրել է ճանապարհին, նստեցրել նրանց մեքենան, տարել դաշտ եւ այնտեղ նրանցից պահանջել բանալիները, պատմել է Դավիթը։ Այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունեցել, դուք շատ լավ գիտեք, եւ իմ քրոջը սպանել է այդ մարդը, այդ գազանը եւ Վահե Մարտիրոսյանին։
Դեռևս քննությունը պարզում է կատարվածի ամբողջական պատկերը, ողբերգական իրադարձության շատ պահեր դեռ պետք է բացահայտվեն։ Նրան ուղարկավորեցին, եւ ահա ինձ սկսեցին հաղորդագրություններ ուղարկել։ Քո քրոջ մասին է խոսքը, քո քրոջ մասին է, ես պարզապես կարդում եմ եւ մենք բոլորս վատ ենք զգում։ Ես անպայման պետք է հանդես գայի եւ պատմեի այդ մասին, նշել է զոհվածի եղբայրը։ Մարինա Հայրապետյանը ուղարկավորվել է հոկտեմբերի 17-ին Ռոստովի մարզում։ Տաղանդավոր բժշկի հետ հրաժեշտը իսկական փորձություն է դարձել նրա հարազատների համար։ Զոհված կինը դեռահաս դուստր ուներ։ Գրում են ԶԼՄ-ները։ Նշենք նաև, որ ավելի վաղ մենք ներկայացրել էինք ողբերգական դեպքի մանրամասները։ Համացանցում տարբեր տեղեկություններ էին հայտնվում ոճրագործի մասին, ինչպես նաև նրա կատարած գործողությունների վերաբերյալ։ Արամուսում ամուսիններին սպանած Ստահակ Ճիվաղը իր սևգործն անելուց հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է։ Իր սևգործը երկրորդ անգամ տականքը կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի Դաշտամիջյան ճանապարհին։ Կրակոցները արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից ժամեր անց ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին։ Կասկածյալը հայտնաբերվել էր ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ օպերատիվ տեղեկությունների սպանության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն էին։ Այնուհետև Ստահակը իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել եւ գնացել են Արամուս գյուղի դաշտ գազար հավաքելու։ Հրազենով զինված մոտեցել է նրանց եւ իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի։ Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված փորձորդական հրացանից։ Հոկտեմբերի 12-ին առողջվածային մահվան դեպքեր էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում եւ ներքին գործերի ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Դաշտամիջյան հատվածում դիեր կան։